մահացածների մասին չեմ պատմում, իմ տատիկը, էլի իմ գյուղի ու տատիկիս պատմությունը պիտի պատմեմ։ Տատիկս արդեն 90 տարեկան, ծանր, հիվանդ, պարկած տանը, հորեղբորս տղան Իսպանիայից գալիս է, որ մի քանի տարի տատիկիս չի տեսել։ Վերջը եղբորս հետ գնում ենք տատիկի մոտ, տատիկը դե պարկած, գիտակցությունը տենց գնում գալիս, մոտեցա տատիկին, ասցի տատ, Աշոտիկին հիշում ես, քո թոռնա, ասեց չեմ հիշի, ասի տատ, Օնոյին հիշում ես, իրա պապան, քո տղեն, ասեց չէ, աղջիկ չեմ հիշի, մեկ էլ մի 2 րոպե հետո էլի իմ եղբայրս Նժդեն, ով ապրում է տատիկի հետ, եկավ ասեց մի րոպե անցեք են կողմ, տատի ասեց Սամսոնին հիշում ես, հիմա այստեղ ստոպ տանք ու ես մի վարքյան հետ գնամ պատմեմ Սամսոնը ով է եղել։ Տատիկիս սիրած տղեն է եղել Սամսոնը, որ տատիկս խենթի նման է սիրել, ասում այն ժամանակ, որ մենք դաշտերով գնում էինք իմ մազեր հատական, մենք Սամսոնի հետ ձիու վրա էդիման սերակ խաղայինք ու պատմում է տատիկս։ Բայց սիրելով պապուտ արա։ Ու դե տատիկիս մայրը չի թողել, որ ամուսնանա իր սիրած տղայի հետ ու ամուսնացել է իմ մանկավարժ պապիկիս հետ։ Անկիր։ Վերջը, բայց միշտ ասում էր մաղջիկ սիրածունիս, մի խոսքով, հիմա նորից առաջ ենք գալիս։ Սամսոնին հիշում ես։ Հա, Սամսոնին հիշում ես, տատ ասեց, աման չեմ հիշի, իմ սիրածն է եղել, որ ձիու վրա գերթանք, օй, սենց ասեց, տատ առաքելին հիշում ես, ասեց իմ մարդն է եղել։ Ասեց երեխեք եկեք տատի Նասրո եկեքը դզեցի։